Բարևիս բոլորիդ, մեր մոտ ամբողջությամբ սպիտակ երեք, ասեցի չէ ձեզ բավականին ցուրտ էր, չեմ էլ ռիսկանում դուրս կամ։ Բարի լույս սիրելիներս, մեր մոտ այսօր ուրբաթ է, բացարձակապես մտարդրություն չունեի տանից դուրս գալու, այսօր առավոտյան մայրիկի հետ զրույց էինք տալի, մաման ասեց Անա, այդ այսօր ինչ է պլանն է, ինչ պլաններ ունես, ասի մամ ջան, այսօր 100%-անոց ռոլաքսացիա, եւ սկսեցի ինտերնետով նվերներ նայել եւ այլն, կարևորը իմ տղային դժվար նվերներից մի քանիսը գնեցի, հետո ճիշտ ասած մի բանի վրա կասկածում եմ, բայց չեմ գնել, մտածում եմ կարողա գնամ դա էլ գնեմ, եթե կլինի, եթե չէ ժամանակ ունեմ հետ ուղարկելու, եթե չհավանի։ Բայց Կարլային ուղարկում էի ամեն անգամ ինքը դաբրոն տալիս էր։ Ուրեմն անսպասելիորեն իմ տատիկ Ժանետի սվիտերը ստացա, բաներ այդ ինքը Ղոլիկան ոնց են ասում, ստոկում չի լինում, նորից արտադրում են։ Ու զանգեցի, ասեցի, չէ, ինքը գրել էր ինձ, Անա այդ որ ստանաս խնդրում եմ կբերես, որովհետև ես ընկերուհիներիս հետ գնում եմ չեմ ամուր, այդ մի սվիտերի վրա է, էլի մնացել, բայց քանի որ 83 տարեկան կին է եւ ինքը դրանով է ուրախանում, զանգեցի, ասի Ժան, ստացել եմ, ասեց, վայ, Անայիդ խնդրում եմ, ասեցի կլինի, մի շաբաթվա մեջ բեմ, չէ, ասում է, վաղը առավոտ գնում ենք 3-րդ տարիքով, էլի, տարիքի հետ այդպես ճանապարհորդություններ կան, ասեցի եղավ, ու ես այն հիմա տանում եմ տամ եւ ձեռի հետ էլ կօգտվեմ առիթից մի հատ ձախ եւ աչքով կնայեմ նաեւ իմ մի քանի գնումներ էի ուզում անել, ինչ լավն է, այս կարմիր ծառը նոր տարվա։ Վերջը սիրելիներս արագ սեղանը հավաքեցի, զանգում էին եւ դուրս եկա։ Հիմա արդեն այսօր կտեսնեմ ինչ եմ անում, ուզում եմ մի քանի առիթից օգտվեմ եւ նաեւ մի քանի գնումներ ունեմ անելու։ Կարևորը այսօր, եթե ես այսօր չգնեմ, վաղը արդեն լրիվ կվերջանա, որովհետև լավ ապրանքը, որը իջացնում են Black Friday 40-50%, երկար չի մնում ժողովուրդ ջան։ Հիմա այդպիսի բան էր, հիմա ես գնում եմ այդ Ժանի տուն, Ժանը նենց լավներ, Անահիտ, գիտես, ես սուրճը կդնեմ, դու կգաս, բայց սուրճը երեխեք են բանով է, այդ կնոպկես սխում ես, գալիս ասում, այ մարդ սպասի կգամ, նոր կդնես սուրճը։ Մի հատ իր այդ սուրճ կխմեմ արագ, ոչ չեմ ուզում չի ասեմ, որովհետև դրանով է ապրում ինքը, երեխեք, որ տունը մեկը մտնի, տեսնի, շատ դժվար բան է մենակությունը։ Ասել ֆրանսիացիներին la solitude apaise, ouais, la solitude apaise։ Ասում եմ մենակությունը բավականին ծանրացնում է, ինքը ծանր է շատ։ Դրա համար ես մենակ մի բան կցանկանամ, որ ոչ մեկս մենակ չմնանք, ոչ մեկս։ Չնայած մենք մեր հետ մենակ ենք, մի քիչ ջուր կաս ստեղ բա, բայց դե չեմ ուզում այդ բանը, այդ ցավազրկող դեղը իբուպրոֆենը, ինքը պիտի մի բան կուլ տաս, ստամոքսի նոր խմես, դրա համար վախենում եմ խմեմ։ Ինքս իմ հետ խոսում էի, ասեցի միանամ ձեզ, այն կնոջ տա խոսքս վերաբերում, եթե կնայի մի տարի առաջ չնայած գրև Փարիզում ապրում, ինձ էլ ասում եմ մի հատ այնպես բան է ցույց տալիս, բա որ Փարիզում ապրեի, տո Փարիզն էլ եմ քեզ նվիրում, Լիոնն էլ եմ քեզ նվիրում, Լիլն էլ եմ քեզ նվիրում, ամբողջ քաղաքները նվիրում եմ ձեզ։ Բա քաղաքը ապրելու տեղ է, 5 ժամ պտտվում ենք տեղ չկա կանգնելու։ Էս էլ եղավ բան։ Հալալ չի մեր մոտ, գնում ես լիբոյ տեղ կանգնում ես, եղք ոնց եմ զզվում, ես պարկինգ անել ուղակի սպանում է, հեծանիվով պիտի եկած լինեի, կամ մոտոցիկլետով, գնամ տեսեմ կաթեդրալի կողմերը չկա տեղ, գնամ կանգնեմ կաթեդրալի մոտ, հոպ, նորից էլի պտտվեցի նույն տեղն եկա, բայց հիմա դանդաղ գնում եմ կարող է այս կողմերը մի տեղն հնարավոր չէ երեխեք, մանավանդ այսօր այդ չորնը պյատնիցա է, պախքինգ ֆաղմասի, հա ինչ անենք, բռնե այստեղ կանգնեի, բայց հեռու է այստեղ ես չեմ իմանում, հետո պիտի ահագին ոտքով գնամ, ես է կարճ բանը կուրտկա եմ հագել, վերարկու չեմ հագել, այստեղ հնարավոր չի, եկել եմ այստեղ կանգնելու տեղ չկա, խայտարակություն, երևի մի քիչ հեռու կանգնացնեմ, ոտքով քայլեմ, ուրիշ վայրան չունեմ։
Ուրիշ վարիանտ չունեմ։ Էս էլ քաղաք է, երեխեք ջան։ Սա էլ քաղաք է։ Ստրես, թեքվեմ ձախ, մտածում եմ թեքվեմ ձախ, բայց ձախում կանգնելու տեղ կլինի, հնարավոր չի, չէ։ Հնարավոր չի, ավելի լավ է թեքվեմ աջ, նորից էլի գնամ նույն տեղը, նորից պտտվեմ, կամ գնամ երևի ես ուղիղ կաթեդրալի հետևը կանգնեմ, փորձենք, այստեղ պահքին կար գետնի տակը։ Չէ իմանում, գնայի պահքին կանեի գետնի տակը։ Երեկն ենց հաճելի էր, գալուն պես կանգնեցի։ Չէ, կես ժամ պտտվելուց հետո նորից պտտվեցի, նորից պտույտ արեցի, երևի ես կթեքվեմ աջ, մարդ ես էլի, կարող է բախտս բերի։ Հետո նոր կգնամ են հեռու տեղերը կկանգնեմ, կքայլեմ, ուղղակի ուսս ացավում շատ։ Տենց բաներ սիրելիներս, ահա, տարբերությունը հարցնում եք, անայ ձեր ապրած տեղը եւ քաղաքի տարբերությունը։ Իմ ապրած տեղը նո ստրես։ Կարաս տանես մեքենա, դաշտերում է կանգնացնես։ Տատիկներ ձեր տեղը չի անցնելու, չջղայնացնեք։ Հիմա պատկերացնում եմ, ստեղ ընդհանրապես էլ տեղ չի լինի։ Այնտեղ մի հատ պապիկ է դուրս գալիս, միգուցե մտնեմ աջ եւ ունենամ ինչ որ մի պահքինգ։ Չեմ կարծում, ժողովուրդ ջան, չեմ կարծում, ահավոր։ Բայց ինձ պետք է շատ շտապ, ես մի հատ այստեղ գործ ունեմ անելու։ Սա պտտվեց աջ, եսի որ գնաց ուրեմն կկանգնեմ միտեղ։ Եկել եմ կաթեդրալի մոտ, նյուժելի տեղ չկա, մի հատ տեղ գոնե ինձ էլի, ինչ կլինի, խնդրում եմ, Աստվածի, մի հատ տեղ ինձ, s'il te plaît, Боже мой, пожалуйста։ Չկանգնես, թող ես մտնեմ, մեծ կամիոն է գալիս, ինձ թվում է սա, ինձ թվում է ուզում էր մտներ, տեսավ տեղ չկա, բայց ես տատիկն ուր ա գնում, միգուցե թե այդտեղ տեղ լինի, չէ, տատիկ ջան, տեղ չկա, եզուր էլ եկար, դե լավ, ժողովուրդ, զարդնիով գնամ նորից, դուրս կամ ես բարգիմ պատարաբար միտեղ կգտնվի էլի, ասապ ես գնում անայդ, սենց պիտի դուրս գայի, մեկն ու մեկը չի ուզում գնա, դու, ամեն տեղը մուծելով անես չէ, որ ձրի է, 10 եվրո էլ կտայի, մենակ կանգնեմ մի տեղ, ես կինը չի դուրս գալիս, ընդեղ մեկը դուրս է գալի ոնց որ, տատիկ ջան, ոտները չջարդեմ հանկարծակի, չէ, դուրս չի գալիս, չէ, դե լավ, գնանք հեռու տեղ կանգնենք, ուրիշ վայրան չունենք, Չէ՞ որ դուրս գամ ես եկեղեցու մոտ, շատ են իմանում ես եկեղեցական եմ, թե սովորական մարդ։ Գամ բռնեն մեքենա ստանեն, ոտով մնամ։ Նենավիժու մատիս ռադնայա։ Նենավիժու։ Այստեղ պիտի որ ես մի հատ մտնեմ ձախ կողմը։ Կանգնացել եմ, մեքենա են կանգնացրել։ Իրավունք չունեմ ստեղ, ոչ չունես, Անահիտ ջան։ Interdiction stationnement, pourquoi? Le samedi de... Non, c'est bon. Գտայր։ Ահա սիրելիներս եկանք մեքենաս կանգնացեցի։ Իմ համար էր այս տեղը, կաթեդրալի քիպ կողքն է։ Շատ ուրախ եմ։ Հիմա հետա շատ ջղայնացա, բայց լավ էր։ Աստված կանչեցի եւ եկավ։ Հիմա այս կողմից ես Դե քաղաքի կենտրոնում է այդ խանութը, որ ուզում եմ գնամ, հենց ես մեզ կենտրոնում եմ, սա էլ մեր հրապարակն է քաղաքի։ Ախր փոքր քաղաք է, այն չի որ մեծ Փարիզ, բայց հենց վատն է նա, որ հենց դա է փոքր քաղաքի խնդիրներն էլ է դա։ Տեղ չկա կանգնելու։ Դրա համար ես որ գալիս եմ ստեղ, ես գնում եմ հիմնականում մոլերի կողմը, որովհետև բավականին դեմ հիմնականում կենտրոնացված այդ խանութները այդտեղ առաջ ես կենտրոնում որ նոր ենք եկել ես այս քաղաքի մեր մայրաքաղաքն է սա ես մարզիչն եմ ես քաղաքի 2 տարի աշխատեցի եւ որոշեցի ընդհանրապես սպորտի կարիերան թողնեմ այս ժամանակ հիմնական խանութները գտնվում էին հենց այս կենտրոնում հենց դա էր բանը որ ընդհանրապես մեքենայի տեղ չկար կանգնելու
ահագին հերու ենք կանգնացնում, հենա միլիցեկը, հենա եկել են։ Այդտենց, գնացեք ստուգեք, մինչև ժամը 3:30 վերցրեցի տիկետը, €1 էր։ Ամբողջությամբ էլ տվեցի։ Այսօրվա իմ լուկը սա է։ Այսօրվա իմ լուկը սա է, հագել եմ այս կուրտկան, կարճ կուրտկա եմ հագել։ Սա էլ իմ սիրած կոշիկի խանութն է ֆավորիտ։ Մի հատ կարելի է մտնել այս խանութ։ Bonjour. Bonjour. J'ai vu sur internet que vous faites une marque 42. C'était les bottines comme léopard, il y a bleu, kaki, camel. Vous savez, la sans fermeture. Donc celle-ci alors. Oui, c'était cela. Qu'est-ce que tu voulais regarder? 42. Oui. Celle-ci, il y a du 42, mais pas dans la léopard, dans la camel ou dans la marron. Ah, vous pouvez m'amener camel? Սրանց վրա այս գույնն էր ինձ պետք։ Ես հիմա նրա 42-ը կփորձեմ, եթե սրանից չեմ ուզում առանց շիբլետով, ուզում եմ անպայման այս կարիճներին վատը չի, հա։ Մաղոն է պամալ։ Այդ է, պաշտալյոն պեշկին։ Նա փորձեմ սա իմ խանութներ, որ փակեցին։ Ու, այս սրանք են լավը։ Այս սրանից չկա։ Այս սրանից կցանկանայի մի հատ։ Սա էլ է լավը։ Et dans les mocassins, vous en avez 42? Oui. Ça, sur ça, c'est cette gamme-là. 42, je vais le voir. C'est gentil, merci. Et vous avez amené ça, le marron, non? Ouais. Ah, ben super, je vais essayer. Ոչինչ բան չկար երեխեք ջան։ Այս խանութից ես ահա որ այս մարդու էսա զանգել եմ Ժիլին։ Ասեմ էտիա բան էր, խանութը փակեցիր։ Խանութը փակեց, բոլորս մնացինք առանց կոշիկ։ Երևի գնամ Գերմանիա ես։ Գերմանիայի բնակիչներ ընդունեք ձեր անայտին գալիս է Գերմանիա կոշիկ գնելու։ Այս ինչ ֆիրմա խանութ, հա։ Այս խանութը что-то мне говорит. T-shirt, super très. Tommy Hilfiger. Jean Levis. Կարելի է մտնել այս խանութը, գիտեք։ Ստեղ The North Face. Tout le magasin 20%. Black Friday-ի համար 20%-ը շատ քիչ է, ներող եղիր եղբայրիմ։ Ժյուլը կալ ստեղ, հələ մի հատ ժյուլը տեսնեմ 2XL կա, ամուսնուս համար ուզում եմ պոլո բաներ գնել։ Sephora-ն ուրա կալ Զեդոնյան 20-50%։ Գիտեմ ժյուլը վաշը պուտյուր կուպեր են, բայց մի հատ մտնեմ սկզբից Sephora, հետո կմտնեմ ժյուլը եղեք։ Կա OKID, ինձ պետք չի OKID, վաշետը պետք է, նվեր պիտի գնեմ, բայց մեր խանումների մոտ է խանութից կգնեմ։ Այս զույքերին տեսնում եք իրար ձեր բռնած։ Սրանք նոր զույքեր են, չմտածեք ամուսիններ են, անգամ Ֆրանսիայում, որ 40 տարի ապրում ես, ձեր չես բռնում։ Հիմա շատ այդ կծծաղակ, շատ այդ ինձ կրիտիկ կանեք, բայց գիտեք, որ ձեր անայիթը ճշմարտությունն է ասում։ Sephora-ի կանք ժողովուրդ ջան։ Ժողովուրդ ջան դուրս եկա, արդեն ամեն ինչը գնեցի, ամենակարևորը այս մի քանի նվերներն արդեն գնված է։ Գիտեք ժողովուրդ, ձեզ մի բան պետք է ասեմ, ամենակարևոր ինչ-որ մի բանը։ Գիտեք, երբ որ դու նվեր ես անում, դու առաջին հերթին քեզ ես հաճույք պատճառում, հետո նոր դիմացինին։ Ես ճիշտ ասած միշտ սիրել եմ նվեր տալ, բայց չեմ թաքցնում, որ սիրել եմ նաև ստանալ։ Եվ երբ որ դու ստանում ես ինչ-որ մեկից, թեկուզ մի փոքրիկ մի բան, ու տեսնում ես դու այդ մարդը իր սրտանց է քեզ նվիրում, դրանից, ինչ ասեմ, թանկ նվեր չկա։
մեծ բաներ չենք գնում, աշխատում ենք ամբողջ տարին, որպեսզի այս տարվա մեջ մի անգամ մեկից նվեր տանք, ուրախանանք, այդ օրը, այդ սպասել ես, մի ամիս սպասել է, որ իմ տղան ասում, մամ, իմ համար ինչ ես գնում, մամ կարաս ասես, այդ գաղտնիքը, դա արդեն մեծ բան է, նայեմ տեսնեմ մեքենաս խում չեն քաշել անել, դրա համար ես դες խորհուրդ եմ տալիս, սիրելիներս, երբեք չհիասթափեք կյանքից, կյանքը կարճ է, ինչպես մայրիկն է ասում, մենք ուղղակի հնարավորություն ունենք, թեկուզ մի փոքրիկ մի բան, տեսեք այն օրը ես տեսակ բանեմ Սելինի տունը, ինքը իր լրիվ իր բարեկամներին, քույրերին, քրոջ երեխաներին, ամեն մեկին մտածලා ինչ նվեր անի, դե բնականաբար քույրերին ավելի կարևոր բան է գնում, բայց քրոջ երեխաներին այդ տուալետի այդ լույսը, որ ինքը գալիս է, այդ լույսը վառվում է, հասկանում եք ինչ եմ ասում, դրա համար թեկուզ մի փոքրիկ ժեստ, դա ժեստ է, որը որ ուրախացնում է մեզ, մեր երեխաներին եւ այլն։ Դրա համար սիրելիներս, երբեք չհիասթափեք ոչ մի բանից, ոչ էլ ասեք, որ դե ինչի՞ սա պետք։ Այդ բառը մի ասեք, որովհետեւ դուք առաջինը ձեզ եք ցավացնում, հետո մյուսին։ Գնաց, սա գնված է, վրաս երեխեք, այտենց դուխի չկա, որ հոտ չգա, արդեն ես գլուխս ցաված հոտից։ Այս ինչ հրաշքեր, շատ հրաշալի բաներ, ուրեմն մի բան պիտի պատմեմ ձեզ այս երեկվա այդ իմ պարկինգից, ուրեմն երեկ ես պարկինգ էի արել մանիկյուրի համար, քանի ժամ էի վերցրել, մոտ երևի հաշվար կարեցի, ասեցիք մի գուցե թե խանութ էլ գնամ, որպեսզի չգամ, նորից էլի չգնամ, դե լավ ասեցի, եկեք մի անգամից 3 ժամ վերցնեմ, ինչ որ է։ Եվ վերցրել եմ մինչև ես իմ ամրագրման ժամը անուն ինչա Սյուզի մոտ ժամը 2-ին էր եւ ես վերցեցի մինչև 5-ին 15 պակաս մանիկյուրն էս լավն է չէ երեխեք 5-ին 15 պակաս եւ այդ 5-ին 15 պակասից ես դուրս եկա արդեն ամեն ինչ ավարտված էր եթե չեմ սխալվում երեխեք չեմ հիշում ով որ հոտնա վրես տեղ չկա հոտի ուրեմն դուրս եկա եւ ես մի վարքյան սիրելիներս այդ կենտրոնանամ մի հատ կենտրոնանանք լավ գնացիք ժամը մոտավորապես 3:30 էր ոչ թե մոտավորապես վեր եկավ այդ տիկետը դնում ես մեքենայի վրա հիմա կես ժամ ունեմ դեռ մեկը չկար որ տայ տեսա մի հատ մարդ եկավ կանգնեց մեքենայով իր կնոջ հետ ասեցի մեղք է էլի մեղքը ո՞րն է ասեցի չեմ կարծում մեղք կլինի բայց ժեստը նայեցի տեսա որ կանգնեց ասեցի վերցեցի տիկետը գնացի կանգնել եմ իր դրան մոտ ինքը չսես նայում է զարմացած երեսից խփեցի պատուհանը սենց դու բացեց մադամ ինչ որ բան եմ արի ասեմ նո ասում եմ ես տիկետ ունեմ ժամ ու կես ավել է իզուր տեղը մի տվեք վերցեք փող վերցեք դրեք ձեր մեքենայի վրա չնայած այն որ համարը գրած է մեքենայի բայց չի երևում, միլիսաները գալ տերում են թուղթա գնում են վայ մի շնորհակալություն է հայտնում մադամ ասում է ես այս բան չէի տեսել մադամ ասում բայց ասում եմ նորմալ է ես պիտի դա գցեի հիմա ինչ որ մեկին օգնեմ այսինքն երեխեք գիտեք այստեղ փոքր ժեստ էր չէ բայց այդ մարդը այդ օրը իր կյանքը լցվեց ինքը զարմացավ որ այդ տիպի մարդիկ եկան գոյություն ունեն դրա համար եթե կարող ենք լավություն անել թեկուզ մի փոքրիկ պետք է անենք հնարավորին չափ։ Եվ գիտեք, ես սիրում եմ ընդհանրապես նվերներ գնել, ես նվերների չեմպիոն եմ, ասեմ, ես ընդհանրապես չեմպիոն եմ եղել, գիտեք բոլորը սպորտի մեջ, բայց ես մի հատ ունեմ մի հատ, ինչ ասեմ, նյուխ, ջիղ, որ կարողանում եմ մի հատ մտնել այս խանութ լավ հետո կմտնեմ, որ կարողանում է ճիշտ գտնել թե ով ինչ է ցանկանում։ Եվ ես սիրում եմ այն տիպի նվեր, որ իրանց պետք է որ իրենք կուրախանան, ոչ թե ուղղակի նվերը գնեմ նվերի համար։ Նվերների միսիան ավարտված է։ Բոլորին գնեցի։ Մնաց իմ ամուսնուս մի բան եմ ցանկանում գնել, դա ինտերնետով կգնեմ, մի բան չէ, 2 բան։ Դրանք է գնամ մի հատ պատվիրեմ։ Կարևորը ես իմ ցանկացած բաները, ինչ մտքիս մեջ կար, գտա դեռ մի բան էլ ավել Սիրելիներս, ձեր Անահիտը չկան ավարտեց իր միսիան և լավ ավարտեց, ինչ որ պետք էր գնեցի,
եւ ամենակարևորը Սիրգեյի համար էլ գտա բաներ, որը որ շատ դժվար էր իմ համար։ Գնացինք տուն, այնքան դուխի են ցանել վրաս, հոտից ես մեռա արդեն, ամեն ձերքիս վրա մի հոտ է գալիս, չո это такое, էլի, էդի չո это такое։ Պարզվում է, երբ որ դու, ես նույն այդ պանտերի իմ դուխին, eau de parfum-ն, de quartier, pantere de quartier, կա parfum եւ կա էլիքսիր, էլիքսիրը երեխեք մի խայտարակություն է, այս են հոտն է, որ իմ սիրտս խառնում է, որ մտնում եմ մեկ-մեկ խանութ այս ծանր հոտ է, եթե գնեք միայն eau de parfum, որովհետեւ parfum շատ ուժեղ է, սենց ուսակ նույն հոտը չի, նույն դուխին նույն հոտը չի։ Չհաշվացել, որ էլ տղամարդու parfum-ի վրա, էլ կնոջ, էլ լայ։ Այդ աղջիկն ասում է թղթի վրա է, ասում լսեք, թղթի վրա նույն հոտը չի գալիս, պիտի մաշկի վրա ես զգամ, որ ես կարողանամ հոտ քաշել։ Ամենայն դեպս գնեցի ինչ որ պետք էր։ Հիմա գնամ տուն, մի հատ էլ վաղը չգիտեմ, վաղվանից մեր մոտ անձրևներ են, այսօր այնքան ժողովուրդ կա երեխեք, այս մենակ տեսնեք, մի հատ նայեք էլի մեքենա, մի հատ խնդրում եմ նայեք, մեքենաների տեղ չկա, մարդիկ բոլոր Աստված կարոտ պայի, մարդիկ բոլորը եկել են Black Friday անելու, խանութներ կան, որ absolument չեն անում, ընդամենը 25%, օրինակ այս Բեսոնում 25% էր, Կիաբիում ընդհանրապես չկար, դե Կիաբին բնականաբար երեխեք ջան, արդեն ինքը էժան խանութ է եւ ամոթ էլ կլինի, որ Black Friday անեն, իսկ ֆիրմա խանութներում 20%, 25%, իսկ ինտերնետով 30, 50, 60, նայած ինչ։ Օրինակ ես իմ տղային արտակարգ նվեր եմ գնել, մի քանի բաներ եւ բոլորը բավականին բրենդային են, որ ընդհանրապես չէի մտածի անգամ, որ դրանք կեժանացնեն 50-40%։ Եվ 50-40 դա բավականին մեծ, ինչ ասեմ, մենք գնացինք այդ բանի, տեսակ Կարլային Դավիթենս մոտ որ գնացել էինք, այդ Մարսելի կողմի այդ վիլաժ մախկը, բրենդային վիլաժը, այդ տիպի բաներ չկային, այդ զեղչեր չկային, ոնց որ այսօր այս ինտերնետով։ Իմ համար էլ մի քանի հատ օղեր գնեցի, ասեմ ձեզ նրանք ովքեր բնակվում են Ֆրանսիայում, ուշադիր լսեք, լսում եք սիրելիներս, շատ արտակարգ կաչեստվայա որակը Բեսոնի բիժուներն են, Բեսոն կոշիկի բիժուները։ Մենք պատահաբար, ես հայտնաբերեցի դա, եւ կհավատաք, հեսա էլ է Բեսոնից, նուրբ, բացարձակ չեք զգու, որ ականջի վրա ծանրություն կա։ Ես որ իմանայի այսպես բիժուները կընդունեի, ես ոսկի բիժու չէի գնի Երևանից։ Ու ինչի՞ս է պետք։ Ես ավելի գերադասում եմ ունենալ այս տիպի փոքրիկ բիժուներ, ռաֆինե, էլեգանտ, նուրբ, նրբաճաշակ։ Այսօր տարբեր գույներ գնեցի, քանի որ 25% էր խանութի վրա, ասեցի ինչու՞ չէ։ Արդեն տեղից ինքը թանկ հաճույք չի, 6 եվրո, 7 եվրո, 10 եվրո։ Չնայած էլի պատվիրել էի, բայց ամեն դեպքում այս տիպիները ես շատ եմ սիրում, այսինքն որ ուղղակի բանով չեն, նրանցից հոգնում ես, մանավանդ եղուններս էլ երկարացրել եմ, թռնում է ձեռքիցս, ոնց են անում, նայում եմ այդ կասիրներին, եղունգները երկարացած, կոպիկները վերցնում են տկ, ես սենց անում եմ, քաշում եմ, չի թռնում է, հետո սենց եմ անում, պիտի կարողանաս էլի նյուխ ունենաս դրա համար։ Դե լավ սիրելիներս, եկեք ձեզ թողնեմ, ձեզ շատ եմ սիրում, բայց ձերանայետը շկա ուստալը, մի քիչ երաժշտություն, ռելաքսացիա եւ մեր մոտ արդեն մութը ընկնում է հեսա շուտով, ես մի ժամից նոր տունը կլինեմ, մեր մոտից տեղ մի ժամ, գնացի Ժանի տուն, սուրճ խմեցինք Ժանիս հետ, մի քիչ դրա համար ուշացա սիրելիներս, որ ժամանակ ունենայի, մի քիչ լույսոտ լիներ, կանգնեի նարինջ կգնեի, բայց թող այդ մնա մամայի հետ կգնանք, մամային ուզում եմ բերեմ, այսօր ասեցի առավոտյան, մամ գնանք, ասես չէ, ցուրտ է,
Վախենում եմ ճիշտ ասած, ինքն էլ է վախենում այս վիրուսներից, որովհետև հիմա մի հատ ուրիշ տեսակի վիրուս է, դե մեծ կին է, մի հատ փոքր վիրուս կպա վերջ արդեն։ Ժողովուրդ ջան, նոր մտա նայեմ, տեսնեմ ինչ։ Հիմա այս վիդեոն որ դուրս կգա, ինձ թվում մենք արդեն 10,000 կլինենք։ 81 այսօր ամսի 28-ն է եւ մենք մեզ մնացել է 19 հոգի, որ դառնանք 10,000։ Это просто победа, победа, победа։ Կատակ եմ անում ժողովուրդ ջան, 10,000, դուք իմ համար միլիոն եք, միլիոն։ Մի հատ խնդրում եմ մեր քաղաքը նայեք սարի վրա երեխեք։ Նայեք ինչ գեղեցկություն է, նայեք։ Նայեք ժողովուրդ, մի հրաշք, մի գեղեցկություն։ Բաբանը, խցանումներ ինչ գեղեցիկ են։ Բա։ Ահա եւ մեր մառախուղային սեզոնը բացված է սիրելիներս։ Աբսոլյուտան տեսադաշ չկա։ Ուղղակի sense լույս է երևում, քանի որ հեռախոսով ես անում, բայց տեսադաշ չկա եւ ամենակարևորը ամբողջը պավարոտներ են։ Մի հատ զանգեմ քրոջս զգուշացնեմ։ Ես ճանաչում եմ ճանապարհները, հələ ավելի հեշտ է լինում, որ sense սպիտակ գիծ կա, բայց որ գիծ չի լինում, մի խայտարակություն է։ Չես իմանում ուր ես գնում։ Բայց բնականաբար ես արդեն գիտեմ էլի։ Եվ պատկերացրեք տուրիստ եք եկել ու չգիտեք ուր եք գնում։ Չհաշվացել, որ 1000 ու մի կենթանի կա։ Մի օր, մի վլոգ եւս մնաց մեր հետևում։ Եկեք ավարտեմ վլոգը այս հրաշալի տեսարանով։ Ցանկանամ ձեզ բարի դիտում, ցանկանամ ձեզ գեղեցիկ օր, ցանկանամ ձեզ առողջություն։ Սիրում եմ ձեզ շատ-շատ իմ լավ ժողովուրդ։ Համբուրում եմ ջերմ եւ ինչպես միշտ ձերանայի դժկան ասում է՝ «Պակա, պակա»։